Որ դեպքում կստորագրվի խաղաղության փաստաթուղթը, Բաքուն մինչև վերջ իր նախապայմաններն է առաջ տանում, չի ուզում փակել ադրբեջանցիների վերադարձի թեման։ Ալիևի խամաճիկ դատավորը Արցախի նախկին պետնախարարին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը։ Մոսկվան, Պեկինն ու Թեհրանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուց համատեղ զորավարժությանը մասնակցելու։ Ժնևի բանակցությունների ֆոնին Իրանը պատրաստ է փակել աշխարհի ամենակարևոր նավթային երթուղին ապահովող նեղուցը։ Ապտակը, որ կտապալի աշխարհի ամենաուժեղ բանակը, Իրանի հոգևոր առաջնորդի պատասխանը ամերիկյան սպառնալիքներին։ Ինչով է հղի ֆինանսական շուկայի գերտաքացումը, շինարարության վարկավորման աճի ռիսկերը։ Ինչու են աճել զենքի գործադրումով հանցագործությունները, օրենսդրության բացերն ու իրավապահների ոչ թիրախային ջանքերը։ Հիփոթեկի պորտֆելներ մարզերում, մայրաքաղաքի նորակառույցներում հիփոթեկային արտոնությունները դադարեցվել են։ 3 կիլոգրամից ավելի թանկարժեք զարդեր Վրաստանի սահմանը հատել փորձող մեքենայի թաքստոցում, Մաքսայինի բացահայտումը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Խաղաղասեր ձևացող Ալիևը շարունակում է շանտաժի լեզվով խոսել Մյունխենյան համաժողովում հայտարարեց, հենց փոխվի Հայաստանի մայրօրենքը, հաջորդ օրը կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Ալիևը նաև ադրբեջանցիների վերադարձի թեման է ամեն առիթով առաջ մղում, ցուցակագրվողներին մեծ փողեր խոստանում։ Փորձագետների կարծիքով Բաքուն հետամուտ է այդքան փափագած խաղաղության փաստաթուղթը Երևանի համար կապիտուլյացիոն դարձնելու հարցում։ Նրանց պնդմամբ սահմանադրությունը փոխելու պարտադրանքը, եթե չկատարվի, խաղաղությունը չի ստորագրվի։ Ալիևը զանազան հնարքների է դիմում ձգձգելու փաստաթուղթը չստորագրելու համար, որն է խաղաղության այլընտրանքը, եթե բռնապետը նախընտրում է մանրևումների այս շղթան։ Ալիևը նախապայմանների ու պարտադրանքների լեզվով է խոսում, իսկ Փաշինյանը դեռ շարունակում է առաջարկությունները Բաքվի ինքնահավան ու Կովկասում իրեն առաջնորդ ինքնահռչակածին։ Հիշենք, Փաշինյանը ամիսներ առաջ առաջարկեց Ալիևին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ, փակել ադրբեջանական արևմտյան Ադրբեջան Հայաստան վերադառնալու նարատիվը։ Հայկական կողմն էլ կփակի Արցախ վերադառնալու թեման։ Որովհետև ասում են, վերադառնանք, ես ասել եմ դա իրատեսական չի։ Ալիևն ինչպես միշտ Փաշինյանի ներկայացրած այս եւ նախորդ առաջարկներին ոչ միայն դրական չարձագանքեց, այլ ընդհանրապես չարձագանքեց։ Ավելին, խաղաղության կեղծ օրակարգը եվրոպական քաղաք Մյունխեն քարշ տված Ադրբեջանի նախագահը խաղաղության ջատագով ու գործընկեր Փաշինյանին հիշեցրեց, իր համար ադրբեջանցիների Հայաստան վերադառնալը փակված թեմա չէ։ Ընդհանրապես արևմտյան Ադրբեջան նարատիվը պետական քաղաքականություն է եղել այդ երկրի համար դեռևս 14 թվականից։ Ըստ փորձագետների, այն հայ-ադրբեջանական բանակցային սեղանին է դրված 2020-ից։ Նման դիրքավորումով բանակցությունները բավականին ուժեղ են դարձնում Հայաստանի դիրքերի համեմատությամբ, հատկապես երբ որ մենք հրաժարվել ենք բոլոր տեսակի հայցերի միջազգային ատյաններ։ Ներկա իրավիճակում մենք ունենք մի դրություն, որի պարագայում Հայաստանի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը ընդդիմանալու ադրբեջանցիների վերադարձի իրավունքին այն մեկնակետում, որ իրենք հայտարարել, ուղղակի միջազգային հանրության կողմից ընկալելի չի։ Ադրբեջանում արդեն 3 տարի է ցուցակագրում են, թե ովքեր կարող են Հայաստան գալ ու բնակություն հաստատել։ Ալիևը նրանց նույնիսկ գումարներ է խոստացել, յուրաքանչյուր ընտանիքին $70,000 չափ։ Իսկ այդ երկրում 800,000-ից ավելի մարդ սոցիալական ծանր պայմաններում է ապրում։ Ալիևի գայթակղիչ առաջարկին 300,000-ը չէ, 500,000-ն էլ կհամաձայնեն։ Խնդիր է դնում, որ այդ գումարը տրամադրելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի պարտավորություն ապահովելու այս մարդկանց գույքային այսպես իրավունքները Հայաստանի Հանրապետություն, այսինքն նրանց տա հնարավորություն ապրելու այն գյուղերում, որտեղից իրենք դուրս են եկել, վերադարձնի այդ մարդկանց հողը եւ գույքը։ Եվս մեկ նախապայման ու պարտադրանք է դրված հայկական կողմի վրա՝ փոխել երկրի սահմանադրությունը։ Ալիևը, որ աչք ունի Հայաստանի տարածքների վրա, չի վերադարձրել եւ չի էլ պատրաստվում վերադարձնել Հայաստանից օկուպացրած տարածքները, եվրոպական բարձր ամբիոնից հայտարարում է, թե Հայաստանն իր սահմանադրության մեջ տարածքային պահանջների դրույթ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Ի դեպ, ըստ փորձագետների, հայկական կողմը Վաշինգտոնյան փաստաթղթում այդ հանձնառությունը փոխել սահմանադրությունը եւս ստանձնել է։ Հիմա դա կներկայացնեն որպես ներքին օրակարգ,
որ գիտեք, մենք սահմանադրությունը վաղուց ուզում ենք փոխել, փոփոխությունների կարիք կա, նախորդ բոլոր սահմանադրական հանրակրթությունները եղել են կեղծված, մեր սահմանադրություն եւ այլն, տարբեր թեզիսներով, բայց սա ադրբեջանական նարատիվ է եւ Ադրբեջանի պահանջի կատարում։ Առանց այդ պահանջի թրիփի շուտ ստորագրված փաստաթուղթը միսուարին չի ստանալու։ Փորձագետների դիտարկմամբ Հայաստանը հիմա չի էլ կարող ընդդիմանալ ադրբեջանական առաջ քաշած նախապայմաններին ու պարտադրանքներին, այն կբերի բանակցային գործընթացի խզման, սահմանային էսկալացիայի։ Կարող եք նայել նաև Ադրբեջանի Հանրապետությունում զինված ուժերի շինարարության հետ կապված իրենց կողմից իրականացվող, այսպես ասած, բյուջետային միջոցների հատկացման չափը, ռազմական գնումները եւ այլն։ Նախապայմանները հանրառությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է օգոստոսի 8-ի այդ ստորագրված հայտարարությամբ։ Ըստ քաղաքագետի, եթե հանկարծ Հայաստանի իշխանությունները փորձեն այդ հանձնառություններից հրաժարվել եւ դրանք չկատարել, միանշանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունենալու ռազմական էսկալացիա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ալիևի խամաճիկ դատավորը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Դատական ֆարսի ավարտին մեղադրող դատախազ կոչվածը պահանջել էր ՑՄՀ ազատազրկում։ Բաքվի ռազմական դատարանի դատավճռի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, նշել սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ, սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ։ Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթն էլ Reuters-ին ասել է, թե մեզ համար որպես ժողովուրդ մեծագույն ամոթ է, եթե թույլ տանք, որ մեր սեփական քաղաքացիները փտեն բանտում։ Ժամի անդրադարձը։ Բաքվում վերջին հային էլ դատեցին, ադրբեջանցիներն ուզում են, որ Արցախի հայաթափման օրերին Հակարիի կամրջից ապօրինաբար կալանված նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը իրենց բանտում մնա 20 տարի, թեև Ալիևի դատախազը Ալիևի դատարանից ՑՄՀ ազատազրկում էր պահանջել նրա համար հնարովի ապացույցներով շինծու գործի շրջանակում, երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի ռազմական տրիբունալը դատապարտեց Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու կեղծ մեղադրանքներով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, որոնք գիտենք Ալիևի ուղիղ վերահսկողության ներքո են գործում, Վարդանյանը 10 տարի բանտում կլինի, եւս 10 կանցկացնի խիստ ռեժիմով։ Ընտանիքն է արձագանքում, վճիռը սարսափեցնող է, բայց ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում իրավական պաշտպանության միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից։ Բաքվի բեմադրած դատավարական ֆարսը բնորոշելու համար Ռուբեն Վարդանյանն է բանաձևել, ոչ թե դատ, այլ դատաստան։ Լսումներն անցան փակ դռների հետևում, առանց միջազգային անկախ փորձագետների եւ լրատվամիջոցների ներկայության։ Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել էին Ադրբեջանի կառավարությանը դատական նիստերին մասնակցելու համար, մերժում ստացել առանց բացառությունների։ Մասնագետներն են փաստում, թե նախաքննությունը, թե դատաքննությունը միջազգային իրավունքի նորմերի եւ անգամ ադրբեջանական օրենսդրության կոպտագույն խախտումներով էին, ինչն էլ անհնար դարձրեց Վարդանյանի արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարությունը չէ, սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն։ Օրերս Ալիևի դատարանը կարեց նաեւ Արցախի նախկին ռազմաքաղաքական մյուս ղեկավարների վճիռը, նրանց եւս 20 տարուց մինչեւ ՑՄՀ ազատազրկման դատապարտելով։ Աշխարհի բաց աչքին խաղաղություն խաղացող Ալիևը պատրաստ է ցույց տալ, լուծելով զնդանում կալանած գերիների խնդիրը։ Ոչ, նա պատրաստ չէ։ France 24-ի հետ հարցազրույցում սար ու ձոր ընկավ հին ու նոր հիշեց, բայց այդպես էլ չկարողացավ ապահովագրել իրեն իր իսկ դիմակազերծումից։ It's the greatest shame on us as a people if we let Մեզ համար որպես ժողովուրդ մեծագույն ամոթ է, եթե թույլ տանք, որ մեր սեփական քաղաքացիները փտեն բանտում, փորձելով գովազդել այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը։ Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթն է ասել հեղինակավոր Reuters-ին, Արցախի նախկին պետնախարարի ընտանիքը կշարունակի բոլոր ջանքերը գործի դնել, ինչպես Ռուբենի, այնպես էլ մյուս հայ բանտարկյալների ազատարձակման համար։ Կոչ են հղում նաև միջազգային առաջնորդներին ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները, պաշտպանելու նրանց իրավունքները, ապահովելու ազատությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։
Մոսկվան, Պեկինն ու Թեհրանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուց համատեղ զորավարժությանը մասնակցելու։ Ժնևի բանակցությունների ֆոնին Իրանը պատրաստ է փակել աշխարհի ամենակարևոր նավթային երթուղին ապահովող նեղուցը։ Ապտակը, որ կտապալի աշխարհի ամենաուժեղ բանակը, Իրանի հոգևոր առաջնորդի պատասխանը ամերիկյան սպառնալիքներին։ Ինչով է հղի ֆինանսական շուկայի գերտաքացումը, շինարարության վարկավորման աճի ռիսկերը։ Ինչու են աճել զենքի գործադրումով հանցագործությունները, օրենսդրության բացերն ու իրավապահների ոչ թիրախային ջանքերը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում այժմ միջազգային լրահոս։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում, նրանք արդեն նավեր են ուղարկել Հորմուզի նեղուց։ Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը Argument-ի ֆակտին ասել է, որ այժմ էական են դարձել Հորմուզի նեղուցում անցկացվող ծովային անվտանգության գոտի 2026 զորավարժությունները։ Ըստ TASNIM գործակալության փետրվարի վերջին Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում անցկացվող զորավարժությունը կլինի թվով 8-րդը։ Իրանի ռազմաօդովային ուժերի հրամանատար փոխծովակալ Ալի-Ռեզա Թանգսիրտն էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը, հենց որ երկրի իշխանությունը համապատասխան հրաման արձակի։ Հայտարարությունը հնչել է Ժնևում ընթացող բանակցությունների ֆոնին։ Որոշ տեղեկություններով նեղուցը մի քանի ժամով փակվել է։ Հիշեցնեմ, Հորմուզի նեղուցը աշխարհի ամենակարևոր նավթային երթուղին է, որը կապում է Պարսից ծոցի նավթ արդյունահանող խոշորագույն երկրներին Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Ժնևում Իրան-Միացյալ Նահանգներ միջուկային բանակցությունների երկրորդ փուլը ավարտվել է մոտ 3 ժամ 30 րոպե տևած ինտենսիվ դիվանագիտական խորհրդակցություններից հետո, հաղորդում է իրանական իռնագործակալությունը։ Ինչպես նախորդ փուլերը, բանակցությունների այս փուլը ևս անցկացվել է անուղղակի ձևաչափով Օմանի սուլթանության միջնորդությամբ։ Բանակցությունները կենտրոնացած են եղել Թեհրանի միջուկային ծրագրի և իրանական պատժամիջոցների չեղարկման հարցերի վրա։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալով ամերիկյան կողմի հետ հանդիպմանը իրանցի դիվանագետները պնդել են Իսլամական Հանրապետությունում ուրանի հարստացման ծրագրի պահպանման վրա, որը Վաշինգտոնը պահանջում է դադարեցնել։ Այն, որ բանակցությունների երկրորդ փուլը ավարտվել է, հաստատել է նաև Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է մնալ Ժնևում մի քանի օր, նույնիսկ շաբաթներ Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու համար։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները Վաշինգտոնից ակնկալում են նույնպիսի լուրջ մոտեցում։ Ժնևում Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների հանդիպումից հետո Իրանի բանակցային թիմը գլխավորող Իրանի արտգործնախարար Աբբաս Սարախչին հայտարարել է, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ համաձայնության են եկել։ Նրա խոսքով երկու կողմերին ժամանակ կպահանջվի կոնսենսուսի հասնելու համար։ Նա ասել է, թե հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, բայց համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու կողմերն էլ աշխատեն հնարավոր համաձայնագրերի տեքստերի վրա, քանի որ նրանց կարծիքների փոխանակումները շարունակվում են, եզրափակել է Իրանի արտգործնախարարը։ Հնարավորությունների նոր պատուհան է բացվում։ Մենք հուսով ենք, որ բանակցությունները կհանգեցնեն խնդրի հարատև և դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված լուծման։ Մենք կարողացանք մի շարք հարցերի շուրջ հիմնարար համաձայնության հասնել։ Մեր սկսած ուղին կարող է հանգեցնել համաձայնության։ Նախորդ հանդիպման համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել։ Երբ խոսքը վերաբերում է համաձայնագրի մշակմանը և գրությանը, աշխատանքն ավելի դժվար է դառնում։ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը, մինչև Իրանը-ամերիկյան բանակցությունների ավարտը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Պատասխանելով ամերիկյան սպառնալիքներին, նա ասել էր, թե երբեմն աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որն այնպես կտապալի նրան, որ այլևս ոտքի չի կանգնի։ Նրանք անդադար խոսում են Իրանի ուղղությամբ նավեր ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, սակայն դրանից ավելի սարսափելի է այն զենքը, որը կարող է այդ նավը իջեցնել ծովի հատակը, ասել է Խամենեին։ Ժնևում անցկացվում են նաև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները, որոնք մեկնարկել են օրվա երկրորդ կեսին։ Հանդիպումը անցնում է փակ ձևաչափով, քննարկվում են կարգավորման հիմնական պարամետրերը՝ ռազմական, քաղաքական և հումանիտար։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը նշել է, որ եռակողմ հանդիպումից այսօր Կրեմլը նորություն չի ակնկալում, բանակցությունները շարունակվելու են նաև վաղը։ Հիշեցնեմ, որ Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Վաշինգտոնին հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Կուշները, իսկ Կիևին Վլադիմիր Զելենսկու գրեսենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հայտարարություն արել էր Air Force One ինքնաթիռում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է նա ակնկալում Ժնևյան եռակողմ բանակցություններից։ Սրանք կարևոր բանակցություններ են, ամեն ինչ շատ պարզ է լինելու, Ուկրաինան ավելի լավ է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Թրամփը։ Թրամփը նաև հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո կարող է վերանայել Թայվանին ամերիկյան զենքի մատակարարման որոշումը։ Ֆլորիդայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ ինքնաթիռում գտնվող լրագրողները խնդրել են երկրի ղեկավարին մեկնաբանել Չինաստանի առաջնորդի այն խոսքերը, թե կղզուն ամերիկյան սպառազինության հետագա մատակարարումները անթույլատրելի են։ Մենք լավ զրույց ունեցանք եւ շատ շուտ որոշում կկայացնենք, ասել է ամերիկյան առաջնորդը։ Թբիլիսին պատրաստ է ամբողջությամբ վերականգնել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը, հայտարարել է Վրաստանի նախագահը Միխայիլ Կավելաշվիլին, ասել է, որ շատ հարցերում իրենց տեսակետները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ համընկնում են եւ որ իրենք ուշի ուշով կհետևեն իրադարձությունների զարգացմանը, հատկապես հաշվի առնելով ստեղծված բարդ ու անկանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Կավելաշվիլին նշել է, որ իրենք պատրաստ են վերականգնել կառուցողական հարաբերությունները նաեւ Եվրամիության հետ։ Եվ միջազգային մեր վերջին լուրը այսօր կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Լենինգրադի մարզում, Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Սերտոլովո քաղաքում։ Ռուսական աղբյուրների վկայությամբ պայթյունը տեղի ունեցել քաղաքային զինկոմիսարիատի շենքում, 4 զինվորականներ գտնվում են փլատակներում, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Վերադառնանք Հայաստան, Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսատ ժողովը դարձել է եպիսկոպոսած հավաք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից միայն 2 եպիսկոպոս են մեկնել Ավստրիա Սանկտ Փյոլթեն։ Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամի նաև նիստերի քարտուղարի նկատմամբ բացակայելու արգելք կա, երկրից դուրս գալու իրավունք չունի նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրանք բոլորը անցնում են միևնույն կարգալույց հռչակված Մասացիոտնի թեմի նախկին առաջնորդին այդ պաշտոնում չվերականգնելու քրեական վարույթով։ Աշխարհի տարբեր կողմերից Ավստրիայում մեկտեղված բարձրաստիճան հայ հոգևորականները առավելագույնը ինչ կարող են հիմա անել, քննարկումներ եւ խորհրդակցություններն անցկացնելն է։ Քանի որ ամենայն հայոց կաթողիկոսն է եպիսկոպոսած ժողովի նախագահը, քանի որ չի կարող ներկայանալ ժողովի անցկացման վայր, հետևաբար ժողովը որպես ժողով տեղի չի ունենա։ Այնտեղ մոտ 40-ից ավել եպիսկոպոսներ են հավաքված, ովքեր ըստ էության գրանցվելու են ու ժողովատիպ ինչ-որ ընթացակարգ կա լինելու, որպեսզի ներկաներին հաշվեն, ըստ էության հաշվեն ներկաներն ովքեր են, բացականերն ովքեր են, ով ինչ ճիշտ որոշումներ ունի, որոշումներ չեն կայացվի, այլ կարձանագրվի այդ ամեն ինչը ու արդեն կներկայացվի հայտարարության տեսքով կամ ինչ-որ այլ տեսքով ամենայն հայոց կաթողիկոսի։ Բանկային համակարգի ակտիվները 2025-ի վերջին 12.8 տրիլիոն դրամ են եղել։ Հայաստանի բանկերի միությունն է այսօր ամփոփել նախորդ տարվա արդյունքները։ Փորձագետները սակայն մի շարք խնդիրներ են ֆիքսել հրապարակված տվյալներում։ Օրինակ, վարկերը աճել են 23%, իսկ ավանդները 15.5%, ինչը նշանակում է, որ բանկերը ավելի արագ են վարկեր տրամադրում, քան կարողանում են ֆինանսներ ներգրավել։ Շինարարության վարկավորումը էականորեն աճել է 700 միլիարդից հասնելով 900 միլիարդ դրամի։ Սա բարձրացնում է շուկայի գերտաքացման եւ փուչիկի առաջացման ռիսկը։ Հիփոթեկային վարկերի աճը ավելի դանդաղ է 13.2%, ինչը կարող է վկայել, որ շինարարության առաջարկը գերազանցել է պահանջարկին, այսինքն շուկան պահվում է կառուցապատողների վարկավորման, ոչ թե գնորդների շնորհիվ։ Միաժամանակ վարկային պորտֆելում ամենամեծ բաժինը շարունակում են զբաղեցնել սպառողական վարկերը, որոնք մեկ տարում 29% աճ են ունեցել։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա է մոտ 2 միլիոն աշխատունակ բնակչություն, 18 տարեկանից մինչև 64, ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում 6-ից 1-ը բանկային համակարգում սև ցուցակի մեջ է եւ շատեր ունեն սպառողական վարկեր։ Մարդիկ հիմնականում մեծ քանակությամբ վարկեր են վերցնում, քանի որ օրվա հացի խնդիր ունեն եւ դա անում են այլ միջոց չճարելով այս պահին
վարկ վերցնելով Հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտնել է, որ հեցում վթարների քանակը մոտավորապես 40% աճել է անցած տարվա ձմռան ամիսներին տեղի ունեցած վթարների համեմատ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը երեկ հայտարարել էր, թե էներգահամակարգում վթարները միշտ կլինեն։ Մեսրոպյանն ասել էր, թե էներգետիկների խնդիրն է նվազեցնել դրանց քանակը եւ այդ ցուցանիշը հասցնել նվազագույնի։ Հանձնաժողովի նախագահը կասկածի տակ է առել վթարների աճի 40% ցուցանիշը։ Ղազինյանը սակայն պնդում է, թե անձամբ է վթարների փաստերը արձանագրել։ 7 ամիս է ասում են վիճակը կրիտիկական էր եւ ինչ-որ վտանգ էր կախված էներգետիկ համակարգի գլխին եւ այլն։ Ժողովուրդ բոլորս տեսել ենք, բոլորս հասկանում ենք ինչ է կատարվում եւ տեսել ենք ինչպես են կառավարում։ Կարգավորող մարմին անգամ տեղյակ չի, քանի բաժանորդի հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ։ Այդ ամեն ինչով հանդերձ արդեն ամիս ու կես է որ ֆորս մաժոր են հորինում, իբրև թե ֆորս մաժոր կարող է եղած լինել, որի արդյունքում միակ նպատակը գլխավոր նպատակը չփոխհատուցելն է մեր ժողովրդին, որովհետև որոշակի ժամից հետո պարտավորություն ունի հեծը մեր ժամանակ փոխհատուցվել ամբողջությամբ։ Զենքի գործադրման հանցավորության աճ են արձանագրում իրավապահները, նաև վիճակագրություն են հրապարակել ապօրինի զենք զինամթերքի բացահայտումների մասին, 115 ձերբակալված կա։ Ապօրինի թե օրինական ինչ անել, որ պատից կախված զենքը չկրակի, որ չավելանան հաշվեհարդարի և ինքնիրավչության դեպքերը։ Մասնագետները նկատում են, որ հրազենի գործադրմամբ հանցագործություններն են աճել և զուգահեռաբար համակարգում աճել է նաև ոստիկանների թիվը։ Համակարգի անելիքների մասին Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Վերջին օրերին Երևանամերձ մի քանի բնակավայրերում հրազենի գործադրումով միջադեպեր են գրանցվել, որոնց ընթացքում բարեբախտաբար զոհեր չեն եղել։ Բայց իրադարձություններն ինքնին անհանգստացնող են, այն համատեքստում, որ բավականին հաճախ են հրապարակվում լուրեր այս կամ այն վայրում հրազենի կիրառման վերաբերյալ։ Սա հատկապես ուշադրություն գրավեց օրեր առաջ ներքին գործերի նախարարի հրապարակած վիճակագրական տվյալների համատեքստում։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով։ Այնուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը եւ պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ։ Այսինքն սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք օպերատիվ աշխատանքով զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Նման դեպքերում առաջինը, ինչը շեշտում են պաշտոնական շրջանակները, ապօրինի զինամթերքն է, որը հայտնվել է հանրության ձեռքին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Պարբերաբար նույն թիվն են կրկնում՝ 17,000։ Արդյունքում 42.2%-ով ավելի զենք զինամթերք են առգրավել, քան եղել է 2024 թվականի կտրվածքով։ Այս տվյալներով հանդերձ պրակտիկ գետնի վրա արդարադատության համակարգին առնչվող մարդիկ նշում են, որ իրավապահների աշխատանքն այս պահին չի նպաստում ծանր, այդ թվում հրազենով կատարված հանցագործությունների թվաքանակի նվազմանը։ Ներկայում հնարավոր է, որ օրինակ շատ դեպքերում անարդյունավետ գործիքակազմի կիրառումը պետության կողմից այս կամ այն հանցանքը բացահայտելու անձի նկատմամբ կատարված հանցագործության մեջ մեղավոր անձին պատասխանատվության կանչելու առումով հնարավոր է պետությունը թերանա եւ այո դա հանգեցնի ինքնադատաստանի ակտերի։ Ծանր հանցավորության աճին նպաստում են նաեւ օրենսդրական փոփոխությունները, որոնց մասին դեռ տարիներ առաջ խոսում էին մասնագետները։ Խոսքը մասնավորապես թեթև հանցագործությունների դեպքում կիրառվող մասնավոր մեղադրանքի համար անհրաժեշտ ապացույցների հավաքագրումը քաղաքացու ուսերին թողնելն է։ Օրինակ, մեքենայի դետալների գողության զոհերի համար սա արդեն սովորական երևույթ է։ Բնական է, չէ, որ մարդը կնախընտրի սեփական ուժերով հայտնաբերել հանցագործին եւ նրա հարցերը լուծել, ինչպես պատկերավոր ասում են, գեղական կարգով, ինչն էլ իր հերթին ծնում է տարատեսակ վտանգավոր երևույթներ։ Պետությունը որոշեց այդ ողջ խնդրեմը, խնդիրը, ծախսը թողնել տուժողի վրա եւ տուժողը ստիպված է այսուհետ մասնավոր գանգատների վերաբերյալ գործերով ինքը հավաքել ապացույցներ, կազմել համապատասխան փաստաթուղթ, ներկայացնել դատարան եւ պահանջել, որպեսզի իր նկատմամբ հանցանք կատարած անձը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հիմա այս պայմաններում պարզ չէ, որ քաղաքացին կընտրի ինքնադատաստանի ակտ իրականացնելը, քան գնա ռեսուրսներ վատնի, հերիք չի իր նկատմամբ
նորմալ հանցանք է կատարվել, մի հատ էլ գումար ծախսի, նյարդեր քայքայի։ Կա նաև կարծիք, որ հանցագործությունների, այդ թվում հրազենի կիրառմանը հանգեցնում է իրավապահների բառացի զբաղվածությունը։ Այսինքն մի կողմից ամեն ամիս նոր ստորաբաժանումներ են ստեղծվում իրավապահ համակարգում, մյուս կողմից նրանց գործն է գնալով ավելանում։ Իրավապահ համակարգի ռեսուրսները ուղղվում են այնպիսի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ում նկատմամբ ընդհանրապես ենթակաչեր այդ հետապնդումը հարուցվելու եւ այո, դա կարող է բերել նրան, որ իրենք շատ զբաղված լինեն եւ ըստ էության հանցանքներ չկարողանան բացահայտել։ Մեծ հաշվով, ի՞նչն է հանցավորության կանխարգելման գլխավոր մեխանիզմներից մեկը՝ պատժի անխուսափելիությունը։ Այսինքն, ես գիտեմ, որ հանցագործություն կատարելուց հետո մեծ հավանականությամբ կհայտնաբերվեմ եւ կենթարկվեմ պատասխանատվության։ Խնդիրը սկսում է այն պահից, երբ որոշ մարդկանց մոտ իսպար բացակայում է այս մտավախությունը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Հիփոթեկի պորտֆելներ մարզերում, մայրաքաղաքի նորակառույցներում հիփոթեկային արտոնությունները դադարեցվել են։ 3 կիլոգրամից ավելի թանկարժեք զարդեր Վրաստանի սահմանը հատել փորձող մեքենայի թաքստոցում մաքսայինի բացահայտումը։ Մեթեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Սեփական բնակարանը ամառային եւ զմերային հանգստի իդեալական վայր Ծաղկաձորում արդեն հաջորդ տարի հայաստանյան ամենասիրելի հանգստավայրում կավարտվի Royal Park 8 հարկանի բազմաֆունկցիոնալ շքեղ համալիրի շինարարությունը։ Royal Park-ը առաջարկում է շտապել հարմարավետ պայմաններով բնակարան ձեռք բերելու համար։ Ձմեռային հեքիաթի ու լեռնային խաղաղության մեջ, այնտեղ որտեղ բնությունն ու պատմությունը միահյուսվում են, ձևավորվում է նոր որակի բնակելի միջավայր։ Ծաղկաձորի սրտում Կեչարի վանական համալիրի անմիջական հարևանությամբ կառուցվում է Park Royal ժամանակակից բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը։ Սա պարզապես շենք չէ, սա ներդրում է ապրելակերպի, հարմարավետության եւ վստահ ապագայի մեջ։ 21296 քառակուսի մետր ընդհանուր կառուցապատմամբ համալիրը նախագծված է բարձր կառուցվածքային որակներով եւ արդի ճարտարապետական լուծումներով։ Պրեմիում դասի համալիրը ունի տաքացվող լողավազան 8-րդ հարկի տանիքում, երեխաների համար նախատեսված սենյակ, մարզասրահ, ռեստորան եւ դահուկների հատված դահուկասպորտի սիրահարների համար։ Նշենք, որ եկամտահարկի հետ վերադարձը գործում է եւ կարող է դիտարկվել որպես ներդրումային գույք։ Բնակարանները 2 եւ ավելի սենյակներով, բաց պատշգամբներով են, մեծ վիտրաժային պատուհաններով, էներգախնայող թերմոալյումինե պրոֆիլներով, բնական լուսավորությամբ եւ ջերմային հարմարավետությամբ։ Շենքի արտաքին տեսքը ձևավորված է բազալտե եւ տրավերտինե սալերով, ժամանակակից ֆասադային ապակիներով, ընդգծելով նախագծի էլեգանտ եւ ներկայացուցչական կերպարը։ Շինարարությունը բաղկացած է 3 մասնաշենքերից, որոնք գտնվում են ընդհանուր մեկ սալի, հիմնային սալի վրա, օգտագործված են ամրանային բարձր մակարդակի, բարձր որակի ամրաններ եւ բետոն հիմքի համար։ Ծաղկաձորը որպես Կովկասյան տարածաշրջանի հայտնի լեռնադահուկային հանգստավայր Park Royal-ի շնորհիվ այն կդառնա իդեալական հանգստավայր։ Շինարարության ավարտը նախատեսվում է 2027 թվականի վերջին, 2028 թվականի սկզբին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Փոփոխություններ դպրոցի տնօրենների թափուր պաշտոնի մրցույթի կարգում կրթության ոլորտի պատասխանատուները առաջարկում են ամբողջությամբ թվայնացնել մրցույթային գործընթացը։ Տնօրենի հավակնորդները մասնակցության հայտերն ու զարգացման ծրագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ազգային ժողովի ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը։ Այն 2,489,031 է։ Հիշեցնենք, որ գալիք խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նրան 2 անգամ վիրահատել են։ Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ի սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Նրան արգելված է պատարագի եւ ծեսերի մասնակցելը։ Գյումրիում իր կեցավայրի մոտ Միքայել Սրբազանին հոգեվորականներն ու հավատացյալները դիմավորել են շարականներ երգելով։
Հիփոթեկային պորտֆելի մեծ մասը կրկին բաժին է հասնում Երևանամերձ մարզերում։ Այս վարկերի պորտֆելը 2025 թվականին աճել է մոտ 31%։ Բանկերի միության նախագահը այսօր ասել է նաև, որ մայրաքաղաքում հիփոթեկային վարկերի ծավալն աճել է 7.4%, հավելելով, որ պետք է հաշվի առնել, որ Երևանում այս վարկերի բացարձակ ծավալը գրեթե 3 անգամ ավելի է՝ 1.18 տրիլիոն դրամ, 480 միլիարդի դիմաց։ Բանկերի միության նախագահի կանխատեսմամբ առաջիկա տարիներին հիփոթեկային պորտֆելները կավելանան նաև մայրաքաղաքից ավելի հեռու գտնվող մարզերում, քանի որ մայրաքաղաքի նորակառույցներում բնակարան գնելու համար դադարել են գործել հիփոթեկային արտոնությունները։ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ 530 մետր երկարությամբ թունելի հորատումը։ Տեղեկությունը հայտնում է ճանապարհային դեպարտամենտը, տեղեկացնելով, որ այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման եւ նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների եւ հողային պաստառի կառուցման աշխատանքները։ Առաջին թունելի հորատումը ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այդ հատվածում այժմ իրականացնում է երեսարկի բետոնացում։ Հիշեցնենք, Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ նոր հատվածը կես ժամով կկրճատի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը։ Ըստ նախագծի Քաջարան-Ագարակ հատվածը կունենա 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր։ Գոգավան Մաքսային անցման կետում դեպի Վրաստան ուղևորվող թեթև մարդատար մեքենայի զննության ընթացքում սրահի հետնամասի աջ եւ ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հայտնաբերվել են Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ, ոսկենման եւ արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր։ Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը 3 կիլոգրամ 319 գրամ է եղել, որից 540 գրամը ոսկենման մետաղից են եղել, իսկ շուրջ 2779 գրամը սպիտակ ոսկուն կամ արծաթի նմանվող մետաղից։ Դեպքի առնչությամբ կազմվել է Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Զովունի Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 քաղաքացի։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են Հոնչի Մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այդ ավտոմեքենայով բախվել է Նիսսանին, ապա դուրս եկել եւ իր մոտ պահվող հրազենից կրակել վիրավորի ուղղությամբ, հետո թողել է ավտոմեքենան ու դիմել փախուստի։ Դեպքից անմիջապես հետո քրեական եւ համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել եւ ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվողին։ Նրա ներկայացրել է նախաքննական մարմին, ըստ նախնական տեղեկությունների նա եղել է ոչ սթափ վիճակում, հանցագործությունը կատարել է իր անվամբ հաշվառված որսորդական զենքով, վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը կբարձրանա եւս 3 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 6-ից 10 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 14-ից 18, Լոռիում 13-ից 19, Տավուշում 18-ից 23 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 19-ից 24, Սյունիքի նախալեռներում 18-ից 21 աստիճան։ Երևանում օրը կանցնի կայուն պայմաններում, այս գիշեր սպասվում է 3-ից 6, ցերեկը 13-ից 17, երեկոյան 8-ից 10 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։